Հայաստանի Հանրապետության վարչապետը Կոպենհագենում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությանը ձեռք բերված հռչակագրի ստորագրման կապակցությամբ։ Շնորհավորում եմ երկու երկրի ղեկավարներին։ Մենք կենտրոնացած ենք Հարավային Կովկասում եւ Արևմտյան Բալկաններում տեղի ունեցող իրադարձությունների վրա, նշել է Մակրոնը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին եւ Ալիևին պատմական խաղաղության հասնելու կապակցությամբ։ Այս մասին նա ասել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման խոսքում։ Կոպենհագենում Ադրբեջանի նախագահ Ալիևը հանդիպել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ։ Ալիևը շնորհավորել է Սանդուին խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ, նշելով, որ քվեարկությունն արտահայտել է Մոլդովայի ժողովրդի կամքը։ Սանդուն իր հերթին շնորհավորել է Ալիևին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացի համար, նշելով, որ դա կարևոր զարգացում է։ Ալիևը նշել է, որ այս արդյունքները պատմական նշանակություն ունեն երկու երկրների հարաբերությունների համար։ 65 կողմ ձայնով ազգային ժողովը ընդունել է արտահերթ նիստով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարության նախագիծը։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները քաղաքացիական պայմանագրի նախաձեռնած նիստին չեն մասնակցել։ Հայաստան խմբակցությունը հայտարարություն է տարածել, նշել, որ նախագիծը առնչություն չունի իրական խաղաղության հետ։ Պատիվ ունեմ խմբակցությունն էլ պնդում է, որ խաղաղության վերաբերյալ հայտարարության այս նախագիծը աշխարհաքաղաքական արկածախնդրության, միակողմանի զիջումների, ազգային շահերը սակարկման հանելու եւ անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ է։ Սիրանուր Սահակյանը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է հրաժարվի Ադրբեջանի կողմից պահվող գերիների հարցում միջպետական դատական հայցերից։ Նա շեշտել է, որ ստորագրված փաստաթուղթը, որը պարունակում է այսպիսի կետ, կարող է նշանակել, որ այդ ժամանակից հետո գերիների իրավունքների պաշտպանությունը կհանգեցվի միայն ընտանիքի անդամների վրա։ Փաստաբանը նաև նշել է, որ եթե քաղաքական մեխանիզմները, որոնք նախատեսված են բանտարկյալների պաշտպանության համար, չստացվեն, պետք է շարունակվի դատական գործընթացը։ Նա ընդգծել է, որ Միեդում նման իրավիճակ դեռ չի եղել եւ որ դատարանը կարող է որոշել հետաքննությունը չդադարեցնել, եթե դա պահանջում է իրավունքի գերակայությունը։ 25-օրյա հավաքներից խուսափելու դեպքում պատիժը խստացվել է։ Նախագիծը ընդունվել է ազգային ժողովի նիստում։ Կողմ է քվեարկել 53 դեմ 26 падգամավոր։ Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով, աշխատավարձի առավելագույնը 20-պատիկի չափով կամ ազատազրկմամբ 2 ամսից մինչև 3 տարի ժամկետով։ Եթե վարժական հավաքներից խուսափել են իրենց մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով կպատժվի ազատազրկմամբ 2-ից 5 տարի ժամկետով։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը փոխանցվել է ԱԺ քարտուղարության միջոցով։ Ես այլ տարբերակ չգիտեմ, բացի ազգային ժողովի քարտուղարությունը նման զեկույցն ազգային ժողովի նախագահին հասցնելու համար, նշել է նա, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե զեկույցը իրավական առումով չի էլ հանձնարարվել։ Նա հավելել է, որ հանձնաժողովի անդամների մեծ մասը ծանոթացել է զեկույցին եւ ստորագրել է, սակայն զեկույցը ներկայացվել է սահմանված ժամկետից ուշ, ինչի արդյունքում ազգային ժողովի կանոնակարգ օրենքի այն չի կարող ընդգրկվել ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում։ Քոչարյանի խոսքով սա իրավական տեսանկյունից վիճահարույց հարց է, եւ եթե զեկույցը կա, ապա փակ թե բաց այն պետք է ներկայացվի ազգային ժողովի լիագումար նիստին։ Բողոքի ակցիա է տեղի ունեցել կառավարության շենքի դիմաց Արցախյան 44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցներ ի նշան բողոքի հայտարարել են, որ վերադարձնում են պատերազմի ժամանակ ստացած մեդալները։ Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի նախագծով Պաշտպանության նախարարության հատկացումները նախատեսվում է կրճատել ավելի քան 101 միլիարդ դրամով։ Եթե 2025-ին պաշտպանության ոլորտին հատկացվում էր 664.6 միլիարդ դրամ, ապա 2026-ին 563.1 միլիարդ։ Նվազումը հիմնականում վերաբերում է մարտական պատրաստակամության ապահովման ծրագրերին, որտեղ կապիտալ կարիքների համար նախատեսված 116 միլիարդ դրամը դուրս է մնացել նախագծից, ինչպես նաև ռազմական ուսուցման ծախսերին, որոնք նախատեսվում է կրճատել շուրջ 700 միլիոն դրամով։ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի մեկնաբանությամբ պաշտպանության ոլորտում նման կրճատումները մտահոգիչ են։ Նրա խոսքով այն ժամանակ, երբ աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում նաև Հայաստանի հարևանները շարունակաբար մեծացնում են իրենց ռազմական ծախսերը, Հայաստանը գնում է հակառակ ուղղությամբ։ Անանյանի համոզմամբ նման պայմաններում դժվար է խոսել բանակի արդիականացման եւ լիարժեք ռազմական պատրաստվածության մասին։ Գյուրջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։
Հայաստանում գործում է 1500 հեկտար ջերմոց եւ ջերմատուն, որից 300-ը ժամանակակից տեխնոլոգիաներով։ Ջերմոցային տնտեսությունների մեծ մասը գտնվում է Արմավիրի, Արարատի եւ Կոտայքի մարզերում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով պտուղ բանջարեղենի արտահանումն ավելացել է 12%-ով, հասնելով 121800 տոննայի։ Մասնավորապես լոլիկի, պղպեղի, սմբուկի, ծաղիկի եւ մի շարք մրգերի արտահանումը զգալի աճ է գրանցել։ Գյուղական փոքր համայնքներում անկանխիկ առևտրի հնարավորությունները սահմանափակ են տերմինալների, բանկային քարտերի եւ ինտերնետ կապի հասանելիության խնդիրների պատճառով։ Մասնագետների կարծիքով սա կարող է սահմանափակել կենսաթոշակառուների եւ նպաստառուների հնարավորությունը օգտվելու նոր առաջարկվող կարգավորումից եւ առաջացնել սոցիալական անհավասարություն։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ կենսաթոշակների եւ սոցիալական նպաստների հետ վճարի համակարգում նախատեսվում են փոփոխություններ։ Ներկայումս գործող 12% սահմանաչափը նախատեսվում է բարձրացնել մինչև 20%, իսկ առավելագույն գումարը 6000 դրամից մինչև 10000 դրամ։ Նախարարության պարզաբանմամբ փոփոխության նպատակը անկանխիկ առևտրի խրախուսումն է։ Մասնագետները նկատում են, եթե ենթակառուցվածքները հասանելի չլինեն, բոլորին ապա ծրագիրը հավասար հնարավորություններ ապահովել չի կարող։ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիություն ստանալու եւ դադարեցնելու գործընթացները կիրականացվեն միայն նոր էլեկտրոնային համակարգի MCS Citizenship AM հարթակի միջոցով։ Նախագործարկումը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին։ Դիմումատուները հնարավորություն կունենան առցանց գրանցվել, ներկայացնել նախնական հայտ, ամրագրել այցելության օր։ Հաստատված օրից առաջ 10 օրում անհրաժեշտ կլինի վճարել պետական տուրք, իսկ գրասենյակ այցելել փաստաթղթերի բնօրինակներով եւ թեստ հանձնելու նպատակով։ Հաստատվել է ԵԱՏՄ-ում կազմակերպված սակարկություններում արժեթղթերի տեղաբաշխման եւ շրջանառության անդրսահմանային թույլտվության մասին համաձայնագիրը, որի նպատակն է ապահովել ԵԱՏՄ անդամ պետություններում ցուցակված արժեթղթերի տեղաբաշխումը եւ շրջանառությունը ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում, ինչի արդյունքում թողարկողների կողմից ներդրումային միջոցների ներգրավման նոր հնարավորություններ են ստեղծվում։ Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց ձեռք բերել ԵԱՏՄ անդամ պետությունների բորսաներում ցուցակված եւ շրջանառվող բարձր որակի արժեթղթեր առանց իրենց բորսան լքելու եւ առանց լրացուցիչ ծախսեր կատարելու։ Արաբական Միացյալ Էմիրությունում գտնվող Հայաստանի քաղաքացիները կկարողանան ազգային վարորդական վկայականով անարգել երթևեկել։ Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանը բարձր են գնահատել երկու երկրների գործակցությունը եւ պայմանավորվել խորացնել այն։ Հուշագիրը վերաբերում է ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական բնակության նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի քաղաքացիներին։ Անահիտ Մանասյանը նշել է, որ իրենց հաստատությունը ունի մանդատ հանցագործությունների կանխարգելման հարցում։ Նա ընդգծել է, որ ցանկացած դեպքում, երբ դիմում են ստանում պարտադիր պարզաբանումներ են պահանջում իրավասու պետական մարմիններից։ Մանասյանը անդրադարձել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը եւ մեղադրյալ Նարեկ Օհանյանին քննչական կոմիտեի կողմից գլխավոր մեղադրյալ կոչելու հարցին, շեշտելով անմեղության կանխավարկածի պահպանման կարեւորությունը եւ ավելորդ հայտարարություններ չանելու անհրաժեշտությունը։ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 29-ի համեմատ նվազել է 10 սանտիմետրով։ Ինչպես տեղեկանում ենք շրջակա միջավայրի նախարարության հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից, 2025-ի սեպտեմբերի 29-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա։ Նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 62 սանտիմետր նիշի դիմաց։ Այս տարվա հունվարից մինչև սեպտեմբերի 29-ն ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է բաց թողնվել 101 միլիոն 10 հազար խորանարդ մետր ջուր։ Ալիևի գործողությունների վերաբերյալ հարցերն առնչվում են Ադրբեջանի տարածքային պահանջներին Իրանի նկատմամբ, որոնք քարոզվում են ադրբեջանական դպրոցներում արդեն 30 տարի։ Իրանի քաղաքագետ Էհսան Մովահեդյանի խոսքով Ալիևը ցանկանում է քաղել այդ քարոզչության պտուղները, հնարավոր է Իսրայելի աջակցությամբ։ Այսպիսով ադրբեջանական դպրոցներում աշակերտներին ցուցադրվում է Ադրբեջանը, որն ընդգրկում է Իրանը, Վրաստանը եւ Ռուսաստանը։ Ադրբեջանը Եվրոպական միության համար ոսկու պաշար է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Կոպենհագենում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ։ Ադրբեջանը Եվրամիության ոսկու պահուստն է, քանի որ մենք էներգիայի հետ կապված շատ դժվարություններ ունենք, իսկ դուք շատ հարուստ եք եւ գործակցում եք, կայուն եւ լավ ղեկավարություն ունեք։ Այդ պատճառով Ադրբեջանը Եվրամիության համար ոսկու պահուստ է, նշել է Օրբանը։
Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ում կարողությունը հասել է $500 միլիարդ։ Պարզվում է, Սպիտակ տնից հեռանալուց հետո միլիարդատիրոջ ընկերությունների բաժնետոմսերի արժեքը կրկին աճել է։ Իսկ մինչ այդ, երբ Մասկը աշխատում էր Դոնալդ Թրամփի վարչակազմում, նրա ընկերությունների, մասնավորապես Տեսլայի բաժնետոմսերի գինը նվազել էր։ Այսօր Մասկը աշխարհի ամենահարուստ մարդու կոչման համար պայքարում զգալի առաջ է իր մրցակիցներից։ Երկրորդ տեղում գտնվող Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնի կարողությունը կազմում է մոտ $350 միլիարդ։ Հայոց լեզվի դասավանդման ժամանակը 7-րդ եւ 8-րդ դասարաններում կրճատել են, դարձնելով շաբաթական 2 ժամ, իսկ հայոց եկեղեցու պատմությունը առհասարակ դուրս են թողել դպրոցական ծրագրից, ահազանգում են քաղաքացիները։ Ասում են, հայոց լեզվի եւ գրականության փոխարեն երեխաներին ծանոթացնում են երաժշտություն առարկայում տեղ գտած հայտնի դեմքերի կենսագրությանը, եւ սա այն երկրում, որտեղ երեխաները գրեթե անտառաճանաչ են։ Համաշխարհային բանկի տվյալներն են փաստում, տարրական դպրոցն ավարտող երեխաների 35%-ը չի կարողանում կարդալ եւ հասկանալ պարզ տեքստը, որը եռակի բարձր է տարածաշրջանի ցուցանիշից։ Հայագիտական առարկաների մասով վերջին մի քանի տարիների ոչ միայն պակասել հայոց լեզվի, այլ մնացած բոլոր հայագիտական առօրինակ հայոց պատմության դասաժամերն էլ կրճատվել վերջին 2-3 տարիների ընթացքում, այլ չասեմ, որ հայոց եկեղեցու պատմություն առարկան հանեցին, բայց իրենք խոսք տվեցին, որ դա ինտեգրվի հայոց պատմության մեջ, այլ չտեսան։ Փորձագետների դիտարկմամբ, չնայած հայոց լեզվի դասաժամերը պետական բաղադրիչով կրճատել են, այդուհանդերձ դպրոցական բաղադրիչով ցանկության դեպքում հնարավոր է տվյալ առարկայի դասաժամերը ավելացնել։ Այստեղ առաջանում է մեկ ուրիշ խնդիր, որովհետև առաջանում է կոնֆլիկտ տարբեր ուսուցիչների տնօրենի միջև։ Եվ քանի որ տնօրենն է ըստ էության վերջնական որոշումը կայացնողը, շատ դեպքերում դա դառնում է կռվախնձոր, այդ ժամերը որ առարկային տան։ Անգրագիտության մակարդակը ավելի կմեծանա։ Սարսափելի վիճակ է հիմա լեզվի։ 3 երեխայի մեկը չի կարողանում կարդացած տեքստը հասկանալ։ Եվ այդ առարկայի ժամերը քչացնել, դա նշանակում է խրախուսել անգրագիտություն։ Մասնագետներն ասում են, հայոց լեզվի եւ գրականության դասաժամերի կրճատումը ավելի լուրջ խնդիր է առաջացնելու 9-րդ դասարանի դեպքում, քանի որ առջևում քննաշրջանն է։ Եթե նախարարությունը եւ միջազգային կառույցները գտնում են, որ Հայաստանում նման խնդիրներ կան եւ դրան զուգահեռ փոխանակ իրանք նպաստեն հայոց լեզվի դասաժամերը ավելի արդյունավետ կազմակերպելու դասաժամերը գոնե թողեին նույնը, իրենք հակառակ քաղաքականություն են վարում, այսինքն նախարարությունը արձանագրում է ստակ խնդիր, բայց այդ խնդիրը լուծելուն միտված գործողությունները սխալ է տանում։ Այս փոփոխությունները հատկապես մտահոգիչ են, քանի որ պետական ավարտական քննություններից մեկը հենց հայոց լեզվի թեստն է, որը պահանջում է ոչ միայն ուղղագրական եւ քերականական հմտություններ, այլ նաեւ ընթերցածի ըմբռնում։ Մասնագետների պնդմամբ կրթական համակարգում կատարվող փոփոխությունները վտանգավոր են եւ տանելու են մեր ինքնության աղավաղմանը։ Ասեցին 9A դասարանն է եղել։ Սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Քանաքեր Զեյթունի Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում։ Ծնողները պատմել են, որ ուսուցիչներից մեկը զայրացած լինելով երեխաների վրա հեռացել է դասասենյակից։ Երեխաներն էլ տեսնելով սա փորձել են դուրս գալ դպրոցից, պահակը թույլ չի տվել, այլ տարբերակ են գտել։ Երկրորդ հարկի պատուհանից են դուրս եկել մոտ 20 երեխա։ Թեպետ մեզ ծնողներից մի քանի հոգի նշում էին, որ երեխաները եղել են 20 հոգի, սակայն դպրոցի փոխտնօրենը ասում էր, որ դա իրականությանը չի համապատասխանում, եղել են 4-5 հոգի, ովքեր այս պատուհանից երկրորդ հարկից թռել են ներքև։ Ու քանի որ նրանք ցատկել են պատուհանից, երեխաներից մեկը ողնաշարի հատվածում ցավեր է ունեցել։ Երեխային Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն են տեղափոխել, նրան հետազոտել են։ Դեռ մեկ շաբաթ եւս 14-ամյա աղջիկը կմնա հիվանդանոցում, բուժումներ կստանա, որից հետո կվիրահատեն։ Արդեն հիվանդանոց գնացել եք, տեսել եք երեխային։ Նույն օրը։ Սակայն ցավ է, ինչի հետ համաձայն են, որը նշում են ծնողները, որ նման դեպք է տեղի ունեցել դպրոցում, ոչ քաղաքապետարանը, ոչ թաղապետարանը չեն փորձել հետաքրքրվել, պարզեն, թե ինչն է եղել պատճառը։
Չնայած նրան, որ ծնողները չեն ցանկացել տեսախցիկի առաջ խոսել, վստահեցրել են, որ այդ ամենն իրականություն է։ Դպրոցի տեսախցիկները վստահաբար ֆիքսել են։ Ծնողները դեպքի մասին տեղեկացրել են ոստիկանության Քանաքեր Զեյթունի բաժին։ Դպրոցի տնօրենը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ որևէ կոնֆլիկտ ուսուցչի հետ չի եղել։ Պարզապես երեխաներն են որոշել փախչել դասից ու ոչ բոլորը մի քանի տղա ու 2 աղջիկ։ Ըստ նրա երեխաները գնացել են շրջել Քանաքերում, հետո միայն ժամը 18-ին են ծնողները երեխային տարել հիվանդանոց։ Պարզվել է, որ կողոսկրը ջարդվել է, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։ Հոկտեմբերի 2-ին Կոտայքի մարզում Երևան-Սևան ճանապարհին 31-ամյա Արմանը Հոնդայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին ու հայտնվել երթևեկելի գոտում։ Ժամանել է շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նրանք տեղում օգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Նախնական տեղեկություններով վթարի պատճառը եղել է անձրևային եղանակը, ինչը հաստատել է վարորդը։ Բարեկային ծառայությունն էլ կարծում է, որ նաև արագությունն է եղել։ Թարի փաստով Կոտայքի մարզի գումարտակում բարեկային ծառայության փաստաթղթեր են կազմվում։ Իմ տեղեկություններով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Արոնի քիչ քեզ քաշ, դա